Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Թուրքիայի որոշ կառավարական հաստատություններից արդեն հանվել են Էրդողանի լուսանկարները։ Թուրքիայում նաև այրվել է Իսրայելի դեսպանատան շենքը, իսկ Ադրբեջան ԱԹՍ-ների միջոցով թմրանյութեր են ներկրվել։ Բարև ձեզ, Փաստինֆոյի եթերում բաց մի թողեք հաղորդաշարն է, որի շրջանակներում շարունակում ենք հետևել թշնամու ներքին անցուդարձին։ Իսրայելի պետական ճամբարի ղեկավարը եւ Կնեսետի անդամներից մեկը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել։ Նրանք ահազանգել են, որ Իսրայելը վտանգի մեջ է եւ գնում է դեպի իր հաջորդ աղետը։ Հանցն ու Էյզենկոտը լրատվամիջոցներին ուղղված հայտարարության մեջ շեշտել են. «Մենք կանենք հնարավոր ամեն ինչ քաղաքացիական պատերազմը կանխելու համար»։ Թուրքիայի որոշ կառավարական հաստատություններից էլ հանվել են Էրդողանի դիմանկարները։ Ակնհայտ է, որ թուրքական հասարակության մեջ խզումը գնալով խորանում է, քանի որ պաշտոնյաները առանց վախի հեռացնում են գործող նախագահի դիմանկարներն ու տարածում տեսանյութերը։ Թուրքիայում բողոքի ակցիաների ժամանակ հրկիզվել է Անկարայում Իսրայելի դեսպանատունը։ Բանն այն է, որ հրեական Վալլա լրատվական կայքը հղում անելով Իսրայելի անվտանգության ուժերի աղբյուրներին հայտնել է, որ Սիրիայում Թուրքիայի եւ Իսրայելի միջև ուղիղ առճակատման սպառնալիքները օրեցօր աճում են։ Սա էլ ցուցարարների ցասումն է հարուցել։ Իսկ ահա Ուրմիայում թուրք լրտեսներ են ձերբակալվել։ Իրանի հետախուզության նախարարությունը հայտնել է Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության գործակալներ Ուլդուզ Քասեմիի եւ Էմիր Սաթարիի ձերբակալությունների մասին։ Նրանք ձերբակալվել են քաղաք ժամանելուց հետո, որտեղ պատրաստվում էին անկարգություններ կազմակերպել։ Ադրբեջանի վահաբիները կոչ են անում իրենց հայրենակիցներին հրաժարվել Նովրուզի կամ Նոր տարվա տոնից, պնդելով, որ այն հեթանոսների տոնն է։ Բանն այն է, որ նախկինում Նովրուզը կամ Նոր տարին նշում էին միայն իրանախոս ժողովուրդները, սակայն հետագայում այն լայնորեն տարածվեց նաև թյուրքախոսների շրջանում։ Թուրանսկի էքսպրեսի փոխանցմամբ նախ ադրբեջանցիները ստիպված եղան հրաժարվել ավանդական շիիզմից, հոգուտ վահաբիզմի, օգտագործելով այն կեղծ փաստարկը, որ շիիզմը իրանական հավատք է եւ իրանցիները բոլոր ադրբեջանցիների թշնամիներն են, իսկ հիմա էլ նրանց ստիպում են հրաժարվել ավանդական տոներից։ Ադրբեջանցի տղամարդն ամուսնության առաջարկություն է արել իր սիրելիին Ստամբուլի ցույցերի ժամանակ։ Սոցցանցերում տեսանյութ է տարածվել, որում Woman Eldanis Mamedը Սարաչխանում տեղի ունեցած ցույցերի ժամանակ անսպասելի անակնկալ է մատուցում իր ընկերուհուն։ Շատերը սա գեղեցիկ տեսարան են համարում, մինչդեռ Թուրանսկի էքսպրես տելեգրամյան ալիքն ու դրա օգտատերերը հարց են բարձրացնում, թե ադրբեջանցի երիտասարդները ինչ գործ ունեին հակաէրդողանական բողոքի ակցիաներում։ Ստամբուլում սպասվում են տեղումներ սև անձրևի տեսքով։ Ըստ տեղական լրատվամիջոցների, աֆրիկյան փոշին, որը ներթափանցել է մայրցամաքի արևմուտքից, ծածկել է Թուրքիայի տարածքը եւ վատթարացրել օդի որակը։ Օդերևութաբանները զգուշացնում են ջերմաստիճանի սեզոնային նորմայից բարձրանալու, ինչպես նաեւ հնարավոր սելավների մասին։ Ադրբեջանին էլ հարավից նոր սպառնալիք է մոտենում թմրանյութերով լի դրոնների տեսքով։ Վերջին տարիներին թմրանյութերի տեղափոխման համար անօդաչու թռչող սարքերի օգտագործումը մեծացել է ամբողջ աշխարհում, հատկապես անդրսահմանային թրաֆիքինգում։ Արդյունքում վերջին շրջանում կտրուկ աճել են Իրանից Ադրբեջան անօդաչու թռչող սարքերի միջոցով թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպքերը։ Բաքվում ձերբակալվել է հերթական քաղաքական ակտիվիստը։ Սոցցանցերում տեղեկատվություն է տարածվել ժողովրդական ճակատ կուսակցության նախագահ Ալի Քերիմլիի թիկնապահ Քենան Զեյնալովի կալանավորման մասին։ Ըստ իրավապահների, Զեյնալովը մեղադրվում է Ոման Անա Ռահիմովին մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ։ Թեպետ քննություն է ընթանում, սակայն իրավապաշտպանները վստահ են, որ սա շինծու մեղադրանք է պայմանավորված Զեյնալովի ընդդիմադիր կեցվածքով։ Ադրբեջանում մսային սկանդալ է հասունանում։ Բանն այն է, որ անասնագլխաքանակը նվազում է, մսի գները բարձրանում։ Ադրբեջանում խոշոր եղջերավոր անասունների եւ մանր որոճողների թիվը հասել է իր ամենացածր մակարդակին վերջին 10 տարվա ընթացքում, իսկ մսի գները կտրուկ աճել են։ Որպես ստեղծված իրավիճակից ելք, Միլի Մեջլիսի մի շարք պատգամավորներ առաջարկում են կենդանիների սպանդի տարիքային սահմանափակումներ մտցնել, կանխելով կենդանիների պակասորդը։ Սկանդալը տեղի ունեցել Մոսկվա-Բաքու չվերթն իրականացնող ինքնաթիռում։ Ադրբեջանցի ուղևորներից մեկը մեծ աղմուկ է բարձրացրել այն բանից հետո, երբ ճաշացանկում կարդացել է ուտեստներից մեկի անունը՝ հնդկահավ հայկական ձևով։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Փաստինֆոյի հաղորդումներին արագ հասանելիություն ունենալու համար կարող եք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին։ Մնացեք մեզ հետ։